Ահա, ինքը ասում է live is starting։ Ինչ-որ մի քանի վայրկյանվա տարբերություն է տալուս։ Ահա, մենք հիմա առաջին անգամ Facebook-ով live ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տենց վերջին անգամ Լիլիթի հետ էինք ոդկասթել, այսօր էլ ոնց որ հերթն է Հարութի հետ ոդկասթելու, մնում է վստահ լինենք, որ մեզ նորմալ լսում եք։ Այսօր խոսելու ենք մեր ապագայից, այն տեսլականից, որ մենք ունենք։ Չգիտեմ, ում է հետաքրքիր, հույս ունեմ Ստեփանավանցիներին իրենց ապագան հետաքրքիր է, ամեն դեպքում մեր տեսլականը։ Եկեք ներկայացնեմ Հարութը ով է, հա, Հարութ ջան, գուցե դու մի երկու բառով քեզ ներկայացնես։ Կարծում եմ, որ այդպես ներկայացնելու այդպես մի կարգին բան էլ չկա։ Ես Հարութն եմ Ավանեսյան, ծնունդով Արցախից եմ, ապրել եմ Արցախում, Քաշաթաղում։ Ինձ շատերը գիտեն, ինքս եղել եմ երիտասարդական մշակութային դաշտում, ինձ իմ ընկերները վստահաբար դա կասեն։ Դե իհարկե 20 թվականի արհավիքից հետո հայտնվել եմ Հայաստանում, հետո արդեն հիմնավորվել եւ փորձում ենք հիմնավորվել Ստեփանավանում, որը իդեպ ասեմ ինձ համար դարձել է արդեն հարազատ քաղաք։ Իսկ ոնց է որ Ստեփանավանը ես ընտրել։ Շատ հետաքրքիր պատմություն ունի։ Նախ Ստեփանավան անունը ինձ ասոցացվում է Ստեփանակերտի հետ եւ միջավայրը, բնությունը, իմ 4 կողմը ինձ անընդհատ Արցախի մասին են հիշեցնում, որը ինձ համար ինչքան որ հաճելի է, այնքան որ ցանկալի է։ Այստեղ նաև հետաքրքիր ինչն է, այտենց շատերն են ասում, որ շատ ողջունելի է, որ եկել է Ստեփանավան ու ոնց որ Ստեփանավանի համար ինչ որ գործ ես անում։ Դրա մասին էլ կուզեի խոսեի, որ ոնց որ փաստացի ինչ որ ներդրում ունի, ուզում ես ներդրում ունենաս էլի քաղաքում, այդ շատ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք բոլորս ինչ որ միտեղ ապրելով ուզում ենք թեկուզ մեր ապրելով մեր ներդրումը ունենանք, իսկ ընդհանուր ծրագրերի հետ կապված ես կարծում եմ, որ իհարկե, եթե ապրում ես Ստեփանավան քաղաքում, հետեւաբար պետք է նաև ինչ որ մի բան անել Ստեփանավան քաղաքի համար, եւ դա անելու համար պարտադիր չի, որ դու Արցախից ես կամ Երևանից ես կամ ինչ որ միտեղից ես, ուղղակի դա քո ցանկությունն է եւ դա քո պատրաստակամությունն է, որպեսզի ինչ որ մասնակիցը դառնաս Ստեփանավանում տեղի ունեցող ծրագրերին կամ կատարվող իրադարձություններին։ Հա, այստեղ նաև ինչն է ուզում ասեի, մի հատ բան եմ անում էլի, զուգահեռ ես փորձում եմ ինչ որ չաթեր գցեմ այս մեր լայվը, որ գուցե ինչ որ մարդկանց հետաքրքիր լինի, սա այստեղ կգցեմ, մեկ էլ արցախցիների չաթ եմ ուզում գցեմ, որ գուցե իրանց էլ հետաքրքիր կլինի։ Այստեղ ուզում եի ասեի, որ մինչև այս վերջերս ուրեմն բան էին կազմել ենք մեր պատկերացրած Ստեփանավանի ապագայի պլանը, հա, հավաքվել ենք մի քանի հոգով ու տենց փորձել ենք ինչ որ սեսիա անեինք, որ մեր պատկերացումները քարտեզագրեինք։ Այդտեղ շատ կարևոր է, որ թե ոնց ենք մենք տեսնում քաղաքը, օրինակ չենք տեսնում իրան որպես արդյունաբերական, հա, այսինքն ծանր արդյունաբերական քաղաք, որտեղ, չգիտեմ, քիմիական արդյունաբերություն կա օրինակ, հա, կամ օրինակ, չգիտեմ, հանքեր կան, բայց արդյունաբերական քաղաք, հեսա մենք բոլորով կանցնենք առանձին, գուցե մի հատ թեթև պրեզենտացիայով անցնենք, թե ով ենք, ինչ ենք արել այսքան ժամանակ, ըստ դրա արդեն հասկանալի կլինի, ոնց որ ինչ ենք ուզում անենք, նաև այս ոդկասթը դրա մասին է, որ պատմենք ինչ ենք արել, ինչ ենք ուզում անենք, ու Հարութն էլ կպատմի այս մի ամիսը ինչ է անում։ Այո։ Այստեղ դե, ահա, այսպես անենք, մի քիչ փոքր անենք ես ու դա։
Ուրեմն, հա, ինչ ենք պատմում։ Շատ հետաքրքիր նախագծի մասին ենք պատմում։ Հա, Հարութը գնում է դռնեդուր, շատերը կարող է իրան տեսած լինեն քաղաքում տարբեր տեղեր ու փորձում է պատմի թե ինչ ենք արել, ինչ ենք անելու։ Այդ շատ կարևոր է, որ ինքը մեր թիմի մասն է այս պահին ու ոնց որ ինքն էլ է կապել իր նախաձեռնողականությամբ թիմին մինչև այս ոնց որ թիմը անհասկանալի էր որ ուղղությամբ էր գնում, հա ինչ ստրատեգիայով էր մարդկանց վերցնում, բայց այս վերջերս ես կոնկրետացեցի այս ստրատեգիան ու ուրեմն ստրատեգիան հետևյալն է։ Թիմը պետքա լինի գերմոտիվացված։ Ամեն մարդը պետքա ունենա իր ներքին դրայվը, հա, ոնց որ եթե ինքը ներքին դրայվ չունի, ավելավա մենք այդ գործը չսկսենք էլ իրար հետ։ Շատ կարևոր է, որովհետև երբ որ իրոք ուզում ես ինչ որ մի բան անել, դա ոչ պետքա սпасել ինչ որ հարմար միջավայրի կամ պետքա սпасել հարմար կետի, ոչ ուղղակի սկսիր եւ շարունակիր սկսածդ։ Դա շատ կարևոր է նաեւ քո արդյունքի համար։ Ինձ թվում է այն ինչ որ մենք ծրագրել ենք, որ Ստեփանավանի համար կփորձենք բարեփոխումներ կամ բարելավումներ անել, մեզ մոտ կհաջողվի, որովհետեւ այս ընթացքում ես տեսել եմ բազմաթիվ ստեփանավանցիներ, երիտասարդներ, տարեցներ, երեխաներ, ովքեր որ կիսում են մեզ հետ, ուրախ են եւ ողջունում են ու ասում են ինչ լավ է, որ այս ծրագիրը ուզում եք անեք։ Դա մեզ համար ամենակարևորն է։ Հա, սկսենք պատմական ինչ որ իրողություններից, այս մեր բանը դեմքը գնում է, այս մեր դեմքը բանը փակում է մեր պատմական իրողությունները, ես հենց մի քիչ կփոքրացնեմ, որ բոլորը տեսնեն։ Հա, սկսել էինք նրանից, որ Ստեփանավանում ծրագրման դասեր էինք անում, դա մի 6 տարի առաջ էր, ու այդ ժամանակ տենց հիմնադրամ էլ չկար իրականում, մեր պատմությունը բավականին թարմ էր ու այդ ժամանակ Ջինիշան հիմնադրամի հետ, այստեղ կտեսնեք պարտներներին, գուցե բոլորին չեմ նշի, բայց Ջինիշան հիմնադրամը մեր համակարգիչներ տվեց, անվճար դասընթացներ էինք անում, ոչ մեկ չէր վարձատրվում, պրոստը բանի վրա, այդ էնտուզիազմի վրա սկսել էինք անել այս գործը։ Աղբահավաքներ ենք արել, նաև տեղեկատվական արշավներ ենք արել, աղ վառելու հետ կապված, տերև վառելու հետ կապված, Ստեփանավանում գիտեք, вообще սա Հայաստանում այս խնդիրը կա, բայց Ստեփանավանում դե որպես մենք բան ենք, չէ՞, mēs ուզում ենք ցույց տանք որպես էկոլոգիական քաղաք, ու այդտեղ կարևոր է որ էկոլոգիան չվնասենք, էլի տարբեր հարցեր կան սրա շուրջ, մենք կարանք առանձին ամեն մեկը քննարկենք, բանը ֆիլմեր, բլոգեր, ուրեմն լուսաբանում տարբեր ֆորմատներ են եղել Ստեփանավանում, այստեղ հետաքրքիր է որ օրինակ այս Լորի Բերթի մասին տեսահոլովակը 35000 դիտում էր հավաքել, հա, իսկ այս մեկն է 65000, բավականին հետաքրքիր, ոնց որ փորձը մարդկանց բերում էինք, խոսացնում էինք, ոնց որ մենք ուզում ենք, որ Ստեփանավանցի մասին շատ իմանան, արել ենք նաև, հա, այստեղ բանը պրեզենտացիան ճիշտ է, այսինքն որ անեմ, իսկ թվում է ավելի լավ, չէ լավ, Ահարոնի դեմքը ամեն դեպքում փակվում է, գնայս Ահարոն ջան, 120 երեխաների մասնագիտական ուրեմն ուղղորդում ենք արել, գուցե ձեր երեխաները ինչ որ ձև մասնակցել են այս ամեն ինչին, հա, հետո երբ որ ծրագրերից մեկով համակարգիչներ էինք բերել ու այդ համակարգիչներով երեխաները սկսեցին 3D անեն ու 3D-ի անելու ընթացքում արդեն մենք ցուցահանդես արեցինք թանգարանում ու այս ինչ որ ասում եմ հələ չկար հիմնադրամ, չկար ցանկություն ոգևորություն, հիմնադրամն էլ, չգիտեմ, ես ինչ չի էլի, ինքը ուղղակի միջոց է մեր նպատակները իրագործելու, էլի։ Նաև տենց մեծ հպարտություն է մեր համար այս Թումոյի ուրեմն կներեք, Թումոյի միջնորդությունը, այստեղ դե իհարկե մենք ամբողջ կրեդիտը չենք կարող մեզ վերցնենք, Թումոն կա, համայնքապետարանը կա, դոնորներ կան, այսինքն շատ լուրջ գործ է արվել Ստեփանավանի մասշտաբով, որ էս լինի, բայց մեր համար սա ամենակարևոր պրոյեկտներից էր, որը թույլ է տալիս, ասենք իմանանք, որ երեխան ուրեմն ինչ որ
Արտադրոցական լուրջ միջոցառումներ են, մարդիկ սովորում են, մարդիկ աշխատանքի հնարավորություն են ստանում վաղվա համար։ Ռուս-ուկրաինական պատերազմից մենք բանացինք, փորձեցինք օգուտ քաղենք այն տեսանկյունից, որ փորձեցինք մարդկանց բերենք, այս մի քանի հոգին է, որ տեսնում եք, բայց ընդհանուր ընթացքում աշխատել ենք մոտ 100-ից ավել մարդկանց տներով դասավորել, տուն տալ իրանց, այսինքն տներ ենք, մի կողմից մենք օգնում էինք ռուսներին տեղակայվել Ստեփանավոնում, մյուս կողմից էլ փաստացի իրանք վարձ էին մուծում, այդ էր մեր հիմնական բանը, ու հիշում եմ, որ առաջինը հիշում եմ, որ հաջորդ տարի ուրեմն Ստեփանավանում այդ բում էր բանի շինարարության, որտեղ մարդկանց ձեռը գումար էր ընկել երկարաժամկետ ու իրանք կարողանում էին շինարարության, իհարկե դա լրիվ մեր շնորհքը չի, բայց վստահ եմ, որ կար, որտեղ 100-ից ավել ընտանիք եկել էին Ստեփանավան։ Ինչ-որ մասը կարճ ժամկետով, ինչ-որ մասը գնացին, բայց հիմա ասենք ընկերներ ունենք, որ տներ են առել ու ապրում են Ստեփանավանում եւ մոտակա շրջաններում։ Հիշում եմ, որ այդ ժամանակ մեկը կար տենց գրում էր, ասում էր, որ անվճար եք անում, տիպը ոչ մեկին օգուտ չեք տալի դրանով, դուք ավելավա տանտերերից փող վերցրեք ու ոնց որ տենց բան արեք, մենք էլ ասացինք, ոչ մենք սա ուրիշ բանի համար ենք, ոնց նպատակը ուրիշ բան է, մենք այս բանին փող չենք ուզում աշխատենք, ամեն դեպքում ոչ այդ միջոցներով։ Հետո դե արդեն Արցախի դեպքերը ցավալի ու մենք արդեն բանը երիտասարդական կենտրոն դեռ չկար, բայց արդեն երիտկենտրոնի երեխեքը Մարիամը Ջուլին լիքը կամավորներ օգնում էին, մեր ընկերները գումար էին փոխանցում, ծանոթ կազմակերպությունները դրամահավաքներ էին անում, բաներ, ինչ ասես արել ենք մարդիկ, որ տեսնում են Ստեփանավանում, ասում են ամենք ձեզ հիշում ենք, դուք մեզ, չգիտեմ, կալորիֆեր եք տվել, ինչ որ տես բաներ ասում են, ինչը նշանակում է, որ իմաստ ունեցել է այս գործը, հա։ Միանշանակ, ինչի մասին է խոսքը, այդ ժամանակ ցանկացած օգնություն, ցանկացած վերաբերմունք իր ազդեցությունն է թողել եւ իհարկե պետք է թողներ։ Հա, ու ուրեմն արմյա տեսնենք մեզ ընդհանրապես նայում են ու ողջունում են։ Ժողովուրդ ջան, մի բան գրեք կոմենտներում, իմանանք լսում եք դուք էլ մեզ։ Այստեղ բանը պատմում ենք ինչ ենք անում։ Ուրեմն բանը իրական 10 միլիոն է գրած, այս սխալ թիվ է, 10 միլիոնից ավել է այս ներդրումը, գրադարանի վերաիմաստավորումը, նորարարացումը, այսինքն այստեղ կարևոր է պատմել, որ կա համայնքապետարանը, որ շատ մեծ ներդրում է ունեցել կառավարությունը սուբվենցիոն ծրագրով, մենք այդ ժամանակ որպես ճարտարապետական ինչ որ լուծումներ էինք փորձում տայինք, հետո արդեն այս նոր ոնց որ գրադարանի գույքը հիմա կարա գնաք գրադարանում տեսնեք, գույքը տեղում է, վերջնական հələ դասավորված չի, հույս ունեմ մենք կտեսնենք իրան հենց այս տեսքով շատ շուտով, բայց ոնց որ գրադարանի աշխատողները շատ լուրջ գործ են արել ստեղ, բանը առանձին շնորհակալություն բոլորին եմ ուզում հայտնեմ, որովհետև իրանք ստեղ անընդհատ գրքեր էին հանում, դասավորում էին, լիքը կռիվ էին տալիս իմ հետ, ես էլ իրանց հետ, բայց այդ իրական նպատակը մեկն է, որովհետև երկուսս էլ ցանկանում ենք, որ լավ բան անենք քաղաքի համար, իրանք պատկերացումները մի բան են, մեր ուրիշ, ու մենք ոնց որ անընդհատ փորձում ենք կոմպրոմիսի։ Բայց նախաձեռնությունը որպես այդպեսին բացի եզակի լինելուց, նաև ինքը շատ հեռանկարային ծրագիր է, որը որ հետագայում դա կարելի է դառնա օրինակ մնացած քաղաքների։ Այո, ինքը պետքա լինի Ստեփանավանի, հա, այդ վիզիտնի կարտոչկան։ Այդ բան այցեքարտը, որ Ստեփանավանի եկողները մի հատ գնան, ասեն, թե բանը դուք տեսել եք գրադարան, գիտեք գրադարանում ինչա կատարվում, հələ մի հատ գնացեք տեսեք։ Ինչպիսի գրադարան կա, ինչպիսի գրադարան կա, ինչպիսի որակ է ապահովում։ Այդ իհարկե շատ կարևոր է, այդ է մեր նպատակը ու դե որպես իհարկե բան գիտելիքի կենտրոն, հա, գրադարանը որպես գիտելիքի կենտրոն, որ լինի ձգողական, որ մարդկանց կարողանա ձգի դեպի Իրան, որ մարդիկ գան, սովորեն ու գրադարանը իհարկե շատ օգտվողներ ունի, այստեղ դե ամենամեծ պարտներները ֆինանսապես եւ բանը հոգեվես աջակցությունը UNDP-ին եւ հատուկ շնորհակալություն Ջինշան հիշատակի հիմնադրամին, որովհետեւ օգնեցին այս պրոյեկտը ուշքի բերենք, էլի, որ լինի առհասարակ։
Հա, լույս երիտասարդական կենտրոնը, որը այստեղ ճիշտ է Քելվինին փակել ենք լավ չի, բայց այստեղ բոլորին չկարողացանք տեղավորենք նկարի մեջ։ Մենք Ստեփանավանի համար մի լուսավոր կենտրոն է, լույս է իրոք որ։ Հա, երեխեքն են հորինել անունը, երեխեքն էլ դասավորել ամեն ինչ կազմակերպել, ինքնակազմակերպվել, երբ որ մենք դժվարանում էինք, ուրեմն այս հարցերը լուծեինք, երեխեքը արել են, էլի հատուկ շնորհակալություն Մարիամին ու Ջուլիին, իրանք լիքը գործ են արել այս ընթացքում։ Հիմա մենք ունենք նոր երիտաշխատողներ, որոնց հետ շուտով կծանոթանանք, գուցե մեր ոդկասթների ընթացքում, հույս ունեմ մենք այս ոդկասթները չենք թարգի, բայց նաև ոնց որ եթե դուք մի հատ կոմենտ գրեք, որ ասեք մի թարգեք, մենք էլ կիմանանք, որ թարգելու չի, հակառակ դեպքում կիմանանք դե ումա պետք է խոսում են գնում առաջ։ Բայց լույս երիտասարդական կենտրոնը ստեղծվել է UNDP շնորհիվ եւ համայնքապետարանի օգնությամբ գրադարանի տարածքում, այնտեղ հիմա արվում է նաեւ մեծահասակների ուսումնառության կենտրոն ունենք, որ մենակ այդտեղ չի, բայց նաեւ ուրիշ տեղերը DVV-ի հետ ու Ստեփանավանի երիտասարդական կենտրոն ՀԿ-ի հիմնադրամի վստահ չեմ, բայց հա Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի հետ լույս երիտասարդական կենտրոնը անվճար այլընտրանքային կրթություն է տալիս ու ոչ ֆորմալ կրթություն է տալիս ժամանց եւ խրախուսում է ուրեմն որակյալ ժամանց եւ խրախուսում է կամավորությունը։ Այո, միանշանակ, որովհետեւ այդ ամենը ինչ որ ասեց Ռուբենը, ինքը բավականին մեծ աշխուժություն է մցրել Ստեփանավանում եւ լույս երիտասարդական կենտրոնը մասնակից է եղել նաեւ համայնքային ծրագրերին, համայնքային միջոցառումներին, նաեւ կամավորությամբ, որը շատ ողջունելի է եղել եւ շատ ընդգծված է եղել իրենց ներկայությունը ու կարծում եմ, որ լույս երիտասարդական կենտրոնի շարունակությունը Ստեփանավանի երիտասարդների համար այսպես անքննելի է դա պետք է միշտ լինի, մեծանա, հզորանա եւ իր այսպես ասած ներդրումը ունենա Ստեփանավանի ամենատարբեր ծրագրերի զարգացման գործում։ Այստեղ կարևոր է նաեւ նշել, որ հիշում ես, այսինքն երևի գիտես, որ Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք է։ Այո, իհարկե ճանաչվել, դրա ոնց որ շատ կարևոր մասը նաև այն է, որ մենք ունենք sense երիտասարդական կենտրոն, sense երիտասարդներ ու այս կենտրոնը երիտասարդների համար է ու բոլոր ծնողներին խնդրում եմ, եթե դուք ունեք 14-ից 18 տարեկան երեխաներ, ուղարկեք երիտասարդական կենտրոն, թող տեսնեն միջավայրը, թող իրանց համար գտնել ընկերներ, սա անվտանգ միջավայր է, այստեղ մենք ոչ մի ավելորդ բան չենք անում, դուք կարող գաք, տեսնեք իրենք ինչ են անում, ոնց որ այս միջավայրը նրա համար է ստեղծված, որպեսզի անվտանգ երիտասարդական միջավայր լինի ու իսկ մեր համար որպես հիմնադրամ սա շատ կարևոր ռեսուրս է, որ սրա վրա ենք մենք հիմնվում, որպեսզի մեր հետագա կադրերին աճացնենք, հետագա ռեսուրսները մեծացնենք եւ նաեւ որովհետեւ երիտասարդները մեր շահառուներն են ամենամեծ, ոնց որ մեր բոլոր ծրագրերում նես չէ որ ուրիշ շահառու չունենք, բայց երիտասարդները մեզ շատ մեծ շահառուներ են։ Որովհետեւ այս երիտասարդները Ստեփանավանի վաղվա ապագան են, որովհետեւ Ստեփանավանի վաղվա պաշտոնյաներն են, բնակիչներն են սովորական։ Ու մենք փորձենք արժեքներ մեջ իրանց մեջ դնել արժեքներից շատ եմ կարևորում այն, որ լույս երիտասարդական կենտրոնում շատ է խոսվում, շատ է կարևորվում, երբ որ երիտասարդները ձևավորում եւ ունենում են իրենց սեփական կարծիքը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ եւ նախաձեռնողականություն այո, դրա մասին եմ ուզում խոսեի, որ ինքնուրույն մտածելակերպը, ինքնուրույն մոտեցումները շատ հաճախ նաեւ չհամընկնող, որը որ դա շատ ողջունելի է եւ այդ ամենը այսպես համադրելով իրագործում են տարբեր երիտասարդական կամ մշակութային կամ կրթական ծրագրեր ու համատեղ դա ամենակարևորն է։ Ստեղ ես պետք է ասեմ, որ մեր դերերից մեկը ամենակարևոր դա լինելն է միջնորդ։ Ու մեր ամենացանկալի դերն է, ոնց որ օրինակ միջնորդ էինք բանի պարագայում, հա, Թումոյի պարագայում մենք ուզում ենք տենց միջնորդություն կատարենք շատ տարբեր կառույցների համար։ Ու օրինակ այս դեպքում
կա ուրեմն Yerevan for Kids պրոյեկտը ու ոնց որ մենք հույս ունենք, որ շուտով մենք կունենանք այս նորարար, դիզայներական խաղահրապարակ, այս որ տեսնես մոծակ է, էլի։ Մոծակի տեսքով տենց սղարան է, որը ներառական է, որը ինքը պետք է լինի հետաքրքիր պրոյեկտ, որը երբ որ ստացվելու է արդեն Թումոյի հարևանությամբ, որ ոնց որ ուզում ենք փոքր կենտրոններ ստեղծենք, հա, եթե օրինակ Թումոյի հարևանությամբ եթե խաղահրապարակ լինի, դա արդեն հավաքխմբավորում է ստեփանավանցիներին իր շուրջ։ Հաջորդ կարևոր կետը դա Մխիթար Սեբաստացին կամ Բլեյան, ուրեմն դպրոցի մասնաճյուղն է։ Սրա հետ կապված շատ խառը գործունեություն է կատարվում, նախարարություն ենք դիմում ենք մարզպետարան, փորձում ենք հասկանանք ով որ կտորից ինչ կարա տա, որ մենք կարողանանք այս պրոյեկտը իմի բերենք, բայց նպատակը այն է, որ Ստեփանավանում բացվի Բլեյան դպրոցը, որ ծնողները ունենան այլընտրանքային կրթության հնարավորություն, ոչ ֆորմալ, այլ ֆորմալ այլընտրանքային կրթություն, հա։ Ողջունելի ծրագիր։ Հա, շատ դժվար է գնում, Ստեփանավանցիներ ջան, խնդրում եմ եղեք ակտիվ, օգնեք մեզ, ու ոչ Ստեփանավանցիներ ջան, եթե դուք տեսնում եք այս մեր վիդեոն, խնդրում եմ օգնեք մեզ, որ Բլեյան դպրոցը մենք կարողանանք իրագործենք, սա մեր գերնպատակ է։ Նաև ինչի Հարութ ջան, գիտես, շատ կարևոր է, որ Ստեփանավան տեղափոխվել են շատ երիտասարդ ընտանիքներ, ու հիմնականում այդ երիտասարդ ընտանիքները ունեն բալիկներ, ու բալիկները փոքր են, ու ցանկացած ծնող, որ գալիս է Ստեփանավան, առաջին հարցը դա այն է, որ որտեղ եմ երեխային տալու, որակյալ կրթություն որտեղ է ստանալու։ Իհարկե Ստեփանավանը ունի լավ դպրոցներ, բայց ոնց որ մենք ուզում ենք ընտրություն լինի, հա, մենք ուզում ենք, որ լինի, ասենք, այ կա սա, իսկ կա սա, դու կարաս ընտրես օրինակ ամեն դպրոցը մի տեսակի երեխայի համար է, դու չես կարող ասես, որ բոլոր երեխաների համար, բոլոր դպրոցները։ Ու քանի որ Ստեփանավանը ինքը զարգացող քաղաքներից մեկն է եւ Ստեփանավանը, այսպես ասած, ինքը նաեւ հեռանկարային քաղաք է, հետեւաբար այսպիսի ծրագրերը եւ այսպիսի կրթարանները ոչ թե պետք են, այլ անհրաժեշտ են Ստեփանավանին եւ ես կարծում եմ, որ այստեղ ուղղակի լինել չլինելու հարցը չի, գիտենք որ լինելու է։ Ուղղակի մենք ուզում ենք, որ այս ծրագիրը ունենա իր մեկնարկը եւ ժամանակի ընթացքում մենք այսպես մի օր ոդկաստ կանենք եւ կասենք ինչ լավ է, հիշում եք որ ժամանակին արել ենք, այսօր արդեն իրականություն է։ Երանի տարվա։ Ստեղ գիտեք ինչ է ուզում պատմեի, հա, այս բանի մասին է ուզում մի հատ խոսել, երիտասարդական կենտրոնի մասին եւս մեկ անգամ, որովհետեւ ստեղ հետաքրքիր պատմություն կա մեր կամերան կորավ, չգիտեմ ուր։ Հա, հեսա։ Ուրեմն այստեղ հետաքրքիր պատմություն կա, որ երբ որ մենք եկել ենք Ստեփանավան, ունենք կամավորների շատ լուրջ խնդիր։ Մի 3-4 կամավոր գտանք շատ դժվարությամբ։ Իսկ հիմա պրոյեկտներ են արվում, կամավորներ են հավաքվում։ Էլի չեմ կարող ամբողջ կրեդիտը վերցնեմ Ստեփանավանի ոնց որ բայց որ ներդրումը մեծ է, այդ ներդրումը հաստատ եղել է։ Այո, իհարկե, որովհետև ես տեսել եմ, որ Ստեփանավանի լույս երիտասարդական կենտրոնի երիտասարդները տարբեր համայնքային ծրագրերում են նաև մասնակից լինում որպես կամավորներ, որ շատ ողջունելի է, խրախուսելի է եւ ամեն անգամ իրենց թիվը մեծանում էր։ Դա նշանակում է, որ կամավորության գաղափարը, կամավորության կարևորությունը Ստեփանավանում եւ հատկապես լույս երիտասարդական կենտրոնում այսպես եւ գիտակցումով, ըմբռնումով է մոտենում եւ զարգացում է ապրում այդ ամենը։ Հա, ու երեխեք, ասենք Ստեփանավանի ռազմավարությունը, Ստեփանավան հիմնադրամի ռազմավարությունը մեր ոնց որ երեխեքի հետ են գրել ու այսինքն իրանք շատ մեծ ներդրում են ունեցել, հենց իսկ դու հիշում ես, մենք հրավիրել ենք ու տեսել ես նաև կներես, այս միկրոֆոնի տեղ ուզում եմ փոխեմ, որովհետև ինքը մեկ-մեկ շոյի տակ գնում ինձ թվում է, ոնց որ հիմնադրամի մեջ իրանք շատ մեծ ներդրում են ունեցել, ու ես ուզում եմ, որ իրանք վերցնեն այդ բանը, ոնց որ
վերցնեն իրաց ձեռքը, հա, էստաֆետան, հա, ու շարունակեն, որտեղ շատ կարևոր է։ Ոնց ասես, սրանք միջնորդությունների մասին են, ու ոնց որ մենք կուզենանք շատ միջնորդություններ անենք, այստեղ հայտարարություն, եթե ունեք միջնորդության կարիք, եթե ուզում եք կապ հաստատել օրինակ Ստեփանավանի համայնքապետարանի հետ կամ Ստեփանավանի համայնքապետարանը գուցե կուզենա կապ հաստատել ինչ-որ կազմակերպությունների հետ, մենք դրա համար ենք ստեղծված, մենք այդ դրա համար ենք գործանում, որպեսզի կարողանանք այդ կամուրջները ստեղծենք, շատ լուրջ կամուրջներ ենք։ Միշտ պատրաստական ենք նման հարցերում, որովհետև այդպիսի կամուրջները միայն զարգացում են բերում համայնքին։ Այո, մեզ նպատակը, ու ես Հարութի հետ շատ եմ խոսում այս թեմայով, որ մեր նպատակը այն չի, որ սաղ մենք անենք ու մեր անունը ամենտեղ նշվի, բայց ավելի շատ, որ եթե մենք կարողանանք, անգամ եթե մեր այս ինչ որ ներկայացնենք հեսա նախագծեր ինչ որ ՀԿ-ներ կազմակերպություններ լիովին վերցնեն իրանց, մենք կասենք ջան, ոնց որ կանենք, հա, ու կասենք դե եկեք դուք արեք այս կտորը, մենք էլ ոնց որ զբաղվենք մնացածով, իհարկե տրանսֆորմացիան դժվար է, ու պետք է հասկանալ, որ ՀԿ-ներին շատ դժվար է, հիմնադրամներին ՀԿ-ներին շատ դժվար է, օրինակ մենք չենք օրինակ, չգիտեմ, ինչ որ ես Խաչատրյան եմ, մենք Խաչատրյան հիմնադրամը չենք, որովհետև Խաչատրյանները այդքան փող չունեն, հա, կամ Ավանեսյան հիմնադրամը չենք, բայց ու չունենք էլ այտենց պապական պատմություն գումարով, որ կարողանանք այս հիմնադրամով ինչ որ հարցեր լուծենք, բայց այստեղ կարևորը համայնքի ներկայությունը ու համայնքի ներդրումը։ Այստեղ ուզում եմ խոսեմ մինչև ապագայի պրոյեկտները անդրադառնալը, կուզենայի Հարութ ջան պատմեիր այս մի ամիսը ինչ ես արել, ես մի երկու բառով ասեմ Հարութը մեր հետ ինչ է անում, միացել է մեզ, որպեսզի մենք կարողանանք, այ Հասմիկն է գրել, Հասմիկ ջան, ողջույն, շնորհակալություն, որ մեզ գրեցիր, գրել է ապրեք, շատ կարևոր նախաձեռնություն եք իրականացնում։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն շատ Հասմիկ ջան։ Հա, ու ուրեմն ինչ կարևոր կտոր կար, մեզ պետք էր դաշտային զինվոր, հա, այտենց անվանենք, մարդ, ով որ դաշտում է, ով որ շփվում է մարդկանց հետ, ով որ շախի է գցում, ով որ բերում է նոր մարդկանց, նոր հնարավորություններ, ու Հարութը մեզ կպավ։ Իրականում կարծում եմ, որ շատ ստեփանավանցիներ կամ Ստեփանավանում ապրողներ կփաստեն, երբ ինձ տեսած լինեն փողոցում այդ նոթբուքի ուսապարկով եւ հանդիպումներ կամ զրույցներ էինք ունենում փողոցներում, կառույցներում եւ մեր զրույցը, մեր քննարկումները հենց ինչպես Ռուբենը նշեց, Ստեփանավանում եւ Ստեփանավանի համար ծրագրեր բերել կամ իրականացնելն է եւ պատրաստակամությունը թե Ստեփանավանում ապրող մարդիկ, երիտասարդները ինչով կարող են մասնակիցը լինել եւ պատրաստ են մասնակիցը լինել տարբեր ծրագրերի, դա կարծում եմ, որ ինքը շատ կարևոր նախաձեռնություն է, որովհետեւ ես ինքս չլինելով Ստեփանավանցի, բայց արդեն ապրելով Ստեփանավանում, ուզում եմ, որպեսզի նաև իմ ներդրումը, իմ մասնակցությունը ունենամ նման ծրագրերի եւ բնականաբար հանդիպումներ ունենալով Ստեփանավանցիների հետ փողոցներում, խանութներում, սպասարկման օբյեկտներում, չգիտեմ, այլ կառույցներում, որտեղ որ ինձ տեսել են, մենք հա այդպես խոսում ենք Ստեփանավանի մասին, Ստեփանավանում անելիքների մասին, զարգանալու մասին եւ միջոցների, ծրագրերի, որոնք որ հնարավոր է բերել Ստեփանավան եւ դրանց միջոցով իրականացնել մեր գաղափարները, մեր ծրագրերը։ Ասեմ, որ բավականին հետաքրքիր այսպես զրույցներ, հանդիպումներ եմ ունեցել, տարակարծիք, տարաբնույթ, որը որ օրինաչափ է, որը որ նորմալ է եւ ամենակարևորը սրտացավությունը Ստեփանավանի համար, այսպես ասած կարող եմ ասել, ընդգծված սրտացավություն կա, հատկապես երիտասարդների շրջանում, որովհետև բոլորս գիտենք, որ մարզերից, այսպես փոքր քաղաքներից, այսպես հոսք է գնում դեպի Երևան, դեպի մայրաքաղաք,
տարբեր պատճառներով իհարկե սովորել, աշխատել եւ այլն եւ գտնել կամ խոսել այսպես ասած Ստեփանավանի ապագայի մասին, Ստեփանավանի զարգացման մասին երիտասարդների հետ, ասեմ որ բավականին այսպես ասած շատ են այդ երիտասարդների թիվը, ովքեր պատրաստ են նույնիսկ սովորելուց հետո, նույնիսկ որոշ ժամանակ հետո ապրել, մնալ Ստեփանավանում եւ իրենց ապրելով, իրենց գործուն քայլերով ինչ որ մի ներդրում անել Ստեփանավանի համար, որը որ շատ ողջունելի է, որը որ շատ այսպես ասած ոնց ասեմ, ոգևորիչ է ու դա ամենակարևորն է եւ մենք հենց դրա համար է այս հանդիպումները, որպեսզի հասկանայինք թե Ստեփանավանում ինչպիսի երիտասարդություն եւ ինչպիսի մտածելակերպ կա հենց Ստեփանավանի մասին եւ Ստեփանավանի հեռանկարների մասին։ Դա շատ կարևոր է, որ Ստեփանավանցիները իրանցով հետաքրքրված լինեն քաղաքը զարգացնելու մեջ, որովհետև ոնց որ գոյություն ունի Հայաստանում ցավոք սրտի մարզերում, ճիշտ ասած Երևանում էլ, այդ ապաթիան, այդ անհավատությունը ինչ որ դեպի լավը, հա, դեպի լավ ապագան, դեպի ինչ որ դեպի ինչ-որ բան կարելի է փոխել, հա, ու մենք ստեղ ուզում ենք ասենք, որ գիտեք ինչ կա, դա հնարավոր է, ու հնարավոր է ոնց որ ձեր ձեռքերով, մեր բոլորի ձեռքերով շատ դժվար է, շատ ահավոր դժվար է, բայց հաստատ հնարավոր է, որովհետև դուք մենակ չեք։ Այո, Ռուբեն ջան, ստեղծված իրավիճակը կամ այսպես ասած երևույթները, որ խոսում են մարդիկ գլոբալ առումով, հա, այդ ամենը տալիս է, այսպես ասած, այդ մոտեցումը, որ գիտեք, հիմա տեսնենք ինչ կլինի, հետո հասկանանք ինչ կլինի, հա, բայց ամեն դեպքում մենք էլ, ես էլ այս առումով տարիներ անցան եւ իմ մեջ դեռ նստած այդ բանը տեսնենք ինչ կլինի, բայց այդ ինչ կլինի նաեւ ինչ որտեղ մեզնից է կախված եւ մեր մոտեցումը, մեր աշխատանքը կամ մեր ապրելակերպը իհարկե նպաստում է այդ ինչ կլինի վրա։ Դրա համար պետք է ոգևորություն ասեմ, թե ցանկություն ասեմ, պետք է դա լինի, որպեսզի մենք կարողանանք այդ ինչ կլինի։ Իհարկե մենք մեր գործով պետք է ինչ որ մի բան անենք, մեր աշխատանքով, մեր մոտեցումներով եւ ինչու ոչ գտնել համախոհներ, որոնք այսպես ասած շատ են, մեր կողքին են եւ նույն ձև են մտածում, մենք իրար չենք ճանաչում, մենք իրար հետ չենք շփվում։ Համախոհներ ջան։ Այո։ Եվ համախոհներ ջան, որ նաև ծանոթացել եւ համախոհ ենք դարձել մեր փողոցներում Ստեփանավանի հանդիպումների ընթացքում, ես ասել եմ, որ նաև նշել եմ մեր լույս երիտասարդական կենտրոնի հասցեն, չնայած կարծում եմ, որ շատերը կամ գրեթե բոլորը գիտեն այդ հասցեն, եւ կարող ենք հանդիպել այնտեղ եւ մեր հարցերը, մեզ հուզող հարցերը, խնդիրները միասին քննարկել եւ փորձել միասին լուծումներ գտնել։ Կարծում եմ, որ առաջիկայում մենք նաեւ հանդիպելու ենք այդ հարթակներում, այդ քննարկումներով։ Համախոհներ ջան, գտեք մեզ սոցցանցերում, գտեք մեզ օֆլայն, եկեք հանդիպենք, հասկանանք իրար հետ ինչ ենք անում, ոնց ենք այս քաղաքը ոնց որ մի քայլ առաջ դնում։ Եթե մենք ունենանք 1 միլիոն համախոհ, մենք կարանք մեզ քաղաքը 1 միլիոն քայլ առաջ տանք։ Այո, իհարկե։ Այսինքն այստեղ կարևոր է, որ հիմնադրամը դա համայնք է մարդկանց, ովքեր հավատում են, մենք ունենք շատ լավ ընկեր դոնորներ, որ անընդհատ մեզ ֆինանսապես են օգնում, որ մենք կարողանանք, չգիտեմ, երիտկենտրոնի աշխատավարձերը տանք, ինչ-որ մարդկանց վճարենք, բայց դա իհարկե դա քիչ է, էլի, բայց ուզում եմ ասեմ, այդ չի խնդիրը։ Խնդիրը ֆինանսականը չի։ Խնդիրը այն է, որ մարդիկ հավատան նրա մեջ, որ մենք կարող ենք բոլորով լավ գործ անենք ու բոլորով պետքա կպնենք ու ինչ-որ մի նպատակի հավատանք։ Հիմա մենք բերել ենք նաև մեր տեսլականը, թե ինչին ենք հավատալու, որ պատկերացնենք Հարութը գնում է խանութներ, գնում է բանկեր, վարկային կազմակերպություններ, փողոցում տաքսիստների հետ է խոսում, խանութի աշխատողների, փռերում։ Ասեմ, որ հանդիպումները չի վերջացել եւ էլի հանդիպելու ենք։
Այսինքն Հարութին կտեսնեք քաղաքում, երբ որ ինքը ձեզ կմոտենա, կասի, «Սենց գործ ենք անում»։ Եկեք կպեք, բոլորով անենք, որովհետև շատ կարևոր է հասկանալ, թե բա ով է կողքներս կանգնած։ Ձեզ կխնդրեմ, եթե կարող եք, մի հատ տարածեք այս share սխմեք այս վիդեոյի տակ, թող մեկ ավել մարդ տեսնի, թե ինչ ենք անում, ու գուցե այդ դրանով էլ ցույց տաք, որ դուք մեր համախոհներն եք, այդ կարևոր է։ Սկսվի տեղից այդ։ Հա, սկսենք ինչ-որ մի տեղից, էլի, դա այս բան չի, էլի, մենք ինչ-որ գումար չենք աշխատելու այս վիդեոյով բարձր։ Այստեղ ավելի շատ բան է, պատմելու ենք ինչ ենք անում։ Հարութ ջան, մի երկու բառով, ասեմ, մի ամիսա գնում ես այդ խանութներ ու բաներ, ոնց է անում, բանկային կազմակերպություններ ու վարկային կազմակերպություններ, տարբեր տեղեր ես գնում, ինչ են ասում մարդիկ։ Նախ ասեմ, որ գրեթե բոլորը ողջունում են այս նախաձեռնությունը, Ռուբեն ջան, եւ ասում են, որ գիտես, դու լինելով արցախցի, բայց այսօր ապրելով Ստեփանավանում, եթե փորձում ես ինչ-որ մի բան անել, իհարկե մենք պատրաստ ենք, իհարկե մենք ուզում ենք ինչ-որ մի բան մենք էլ մեր կողմից անենք, դա ինչը ինձ շատ, այսպես ասած, ոգևորում է, որ ես, ասինքն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ ուզում ենք միասին եւ երբ որ խոսում ենք, գիտես, ընկերներ ջան կամ տղերք ջան կամ աղջիկներ ջան, այսպես մենք ուզում ենք այս ծրագրերը անենք եւ ուզում ենք, որ Ստեփանավանում եւ կարեւոր չի, որ այո, Ստեփանավանում կան, հա, պետական բոլոր այս կառույցները այդ ծրագրերը անելու համար, բայց միշտ էլ եղել են հասարակական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ, զարգացող հիմնադրամներ, որոնք որ համայնքահային ծրագրեր են իրականացրել եւ իհարկե նաեւ համայնքապետարանի հետ համատեղ են իրականացրել եւ հասել են որոշակի արդյունքների ու դա միշտ եղել է եւ դա միշտ լինելու է, որը որ մեզ համար նույնպես օրինաչափ է եւ մենք ուզում ենք այդպիսի ծրագրերով մասնակիցը լինել Ստեփանավան համայնքի զարգացմանը։ Ուզում ենք ներգրավել նոր մարդկանց։ Եվ ուզում ենք գրավել հենց Ստեփանավանում ապրող, Ստեփանավանի համար մտահոգ եւ ուղղակի մարդիկ, ովքեր որ չգիտեն, որ ինչ շատ է եղել դեպքերի իմիջիալոց, երբ ասում են, բայց ինչ կարող եմ անել, բայց ինչով կարող եմ մասնակիցը լինել։ Ինչ որ միտեղ կա, որ ես գնամ այդտեղ, երբ որ իրեն ասում ես, երբ որ շաբաթօրյակներ է լինում օրինակ համակարգային, կամ ուղղակի ես ու դու քայլում ենք եւ մտածում ենք, որ գիտեք, կարող ենք այս ուղղակի այս ծառերը, որ հիմա այստեղ այդ ծառերի տակ այդ աղբ են նետում կամ ինչ որ բան են անում, փորձենք մենք ինքներս արգելել կամ հավաքել, մաքրել եւ մաքրու պայ, որտեղ Ստեփանավանը արդեն Ստեփանավանը ունի է հավաքելու մշակույթ, այո, ոնց որ շատ կարևոր է։ Չթողենք, կանխարգել ենք եւ ինքներս էլ երբ որ տեսնում ենք, պարտադիր չի, որ այսինքն ինչպես կարելի է թույլ տալ, որ ինչ որ մեկը ասի, գիտես ինչ ես այդ աղբակցում։ Լինել այնպեսին, որպեսզի այդպես չլինի։ Դա ամենահասարակ, ամենապարզ օրինակներից մեկն եմ ասում։ Կամ կազմակերպել այլ ծրագրեր Ստեփանավանից դուրս բոլորս էլ գիտենք, թե ինչ հրաշալի բնություն ունի եւ ինչքան տեսարժան կամ պատմամշակութային վայրեր կան Ստեփանավանի շուրջ եւ հենց հանդիպումներ կազմակերպել այդտեղ եւ այդ տարածքներում, ինչպես հետեւել տարածքի մաքրությանը, այնպես էլ կարեւորել դա հենց այդ շրջանում, հենց այդ վայրերում, որը որ կարծում եմ երբ որ խոսում էինք սրա մասին, մեր ընկերները, մեր համակարգացիները ասում էին, որ շատ լավ ծրագրեր է, շատ լավ։ Այո, պատրաստ են։ Ասում են եղանակները հետաքանա եւ կարող ենք այդ ամենի մասին արդեն գործնական քայլերով խոսել։ Հաստեղ ուզում եմ բան, ամեն Ստեփանավանցուն challenge անեմ, հա, այդ բանը հիմա այտենց TikTok-ային թեմաներ կան, չէ, challenge-ի, ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, շատ բան չի, մի հատ դուրս եկեք ձեր բակից դուրս, մի հատ տեսեք ինչ կոֆեի այդ բանն է, Ադնարազովի բաժակներից է, որ դրա գցած է, մի հատ վերցրեք, հավաքեք, որովհետև այդ դրանով մենք ոնց որ ձեր տան դիմացը հավաքելով դուք միանգամից քաղաքի որակը բարձրացնում եք, էլի, ու դուք միանգամից լավ ապագայի հիմք եք դնում ձեր երեխաների համար, ուրիշի երեխաների համար, որը շատ կարևորում եմ, որովհետև մենք ասում ենք, որ մենք երեխասեր ազգ ենք։
Իսկ երեխասերը չի գալիս նրանից, որ ես իմ երեխային ամեն ինչ անեմ, մնացածի վրա էլ թքած ունենամ, չէ՞։ Ապա եթե մենք տենց ենք ասում, պետքա ամեն մեկս մի քայլ անենք, մենք օրինակ մեր տան դիմացը, մեր ամբողջ փողոցով պարբերաբար աղբահավաք ենք անում, կնոջս հետ հեսա բանը բալիկս մի քիչ մեծացել է, իրան էլ ենք տալու այդ բան ձեռնոցներ, բաներ, որ իրար հետ գնանք աղբահավաքելու։ Այստեղ ուզում եմ ասեմ, եթե տեսնում եք, որ ինչ որ եզրեր կան համագործակցության, ինչ որ մարդկանց հետ, ով Ստեփանավանով հետաքրքրված է, ուզում է ներդրում անի, ուզում է չգիտեմ, պրոյեկտ անի, ուզում է գործ անի, մենք կներկայացնենք հեսա մեր ոնց որ առաջնահերթություններով այն ապագան, որ մենք տեսնում ենք, հիմնավորումներով իհարկե։ Բայց խնդրում եմ ասեք մեր հետ ծանոթանան, մի բառ փոխանակեն, մի բան իրան կդնեն սեղանին, իրան կբերեն զակուսկին, մենք կբերենք արաղը։ Ըստ դրա հակառակը։ Հա, կամ հակառակը։ Իրականում ինչի, որովհետև Ռուբենի ասածի ինչ եմ կարևորում, որովհետև երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ Ստեփանավանը նույնիսկ մինչև խորհրդային շրջանը ինքը բավականին զարգացած քաղաք է եղել, պատմությունից ես մի քիչ ուսումնասիրել եմ, երբ մինչև այստեղ տեղափոխվելը, եւ ինձ համար մի կարևոր բացահայտում եմ արել, որ ստեփանավանցիները դա գիտեն, մինչև խորհրդային կարգերը, քանի որ շատ ամուր, այսպես կապ է եղել Թիֆլիսի հետ, այո, ու Թիֆլիսի ինտելիգենցիայի, հայ մտավորականության հետ կապ է եղել, ես պարզել եմ, որ բավականին զարգացած, բավականին բարձր, այսպես ինտելեկտով, նիստուկացով ստեփանավանցիները այդ ժամանակ այդպիսին էին, ու ինչը չէինք ասի մնացած գյուղերի կամ մնացած այդ բնակավայրերի մասին, որը որ շատ կարևոր է, որ Ստեփանավանը պատմություն ունի, այո, պատմություն ունի, այո, այդ մտավորական այդ կեցվածքը ունի եւ Չմոռանանք, որ Թումանյանը ստեղ դպրոց է գնացել։ Դե իհարկե, միանշանակ։ Ու ինչը շատ կարևոր է, ինչը որ շատ ոնց ասեմ, նաեւ պարտավորեցնում է դա։ Հա, հա։ Որովհետև դու շարունակողն ես, դու այն բնակիչն ես, որը ունեցել է այսպիսի պատմություն, այդ բանը գալիս է հետը, դարերով գալիս է հետը։ Այո, դա շատ կարևոր է եւ ասեմ, որ Ստեփանավանում ապրող հատկապես տարեց բնակիչները դրան կարևորություն են տալիս եւ իրենք են պատմում ինձ, որ գիտես, դու երիտասարդ, այսպես։ Իսկ մենք տեսել ենք։ Այո, մենք տեսել ենք այսպիսի Ստեփանավան եւ այսպիսի մշակութային արժեքներ ունեցող Ստեփանավան, ինչը նաեւ ինձ համար բացահայտում էր կամ սովորում եմ, իմանում եմ եւ հիմա դրա մասին կիսվում եմ։ Հա, եթե մեր ձայնը լավ է լսվում, գրեք լավ է լսվում, իմանանք, որ լավ է լսվում մեր ձայնը, թե չէ ես արդեն վստահ չեմ։ Բայց ինձ թվում է լսվում է, ինչ որ մարդիկ լսում են, ինչ որ մարդիկ գալիս են, ինչ որ մարդիկ գնում են, ընդհանուր 10 լայք են ստացել, երկարա բուտ մատս այսօր։ Այո։ 10 լայք ենք ստացել այսօր։ Ստեղ ուզում եմ ասեմ, Հարութ ջան, շատ կարևոր է, այդ որ ասեցի, այն օրը մի տղա էր գրել, ես չգիտեմ ինքը այս հաղորդումը կնայի թե չէ, բայց Ամերիկայից մի տղա էր գրել, ասում էր ես Թիֆլիսից եմ, ու ինչ որ 94 թվականից ապրում եմ Ամերիկայում, ու ինչ որ կգամ Ստեփանավան, կհանդիպենք, ինչ որ կխոսանք, չգիտեմ ինչից ենք խոսալու, ճիշտն ասած, բայց գիտեմ, որ Ստեփանավանի մասին հաստատ խոսել ենք։ Հա, վստահաբար, բանը, ես իմ գովազդը պետք է անեմ, բայց բանը, այդ տղան ուրեմն ասում է, որ տեբա Ամերիկայից գալու եմ շփվում։ Կյանքում չեմ տեսել այդ տղային, բայց փաստացի ոնց որ մարդիկ գալի կպնում են։ Գալի կպնում են թեմային ուզում են հասկանալ, ինչից եք խոսում, ինչ եք անում, վայ երիտասարդություն, ինչ որ դասընթացներ եւ այլն։ Հիմա երբ որ մենք ասում ենք պրոյեկտներ ու ասում ենք, որ հեսա ոնց որ մեր առաջնահերթությունները, սա տարբեր անելիքներով տանելու ենք առաջ, գուցե մի օր գնանք քաղաքապետարանին, պատմենք ոնց ենք սա տեսնում, որտեվ սա նաև ռազմավարական պլանի մի մաս է, այսինքն այս ամեն ինչը կա արդեն։ Մենք ուղղակի ուզում ենք, ասենք, այս մեր կտորն է, մենք ուզում ենք սա վերցնենք, եթե տեսնենք մարդկանց, որ կարող են մեզ օգնեն, կամ եթե դուք կանոնակ օգնեք, ուղարկեք դեպի մեզ։ Արի մի հատ վերադառնանք այս կտորին։ Շատ կարևոր է մեմ այս հատվածը, ՏՏ-ի կտորը Ստեփանավանում պոտենցիալ է, հա, որովհետև
մենք ասում ենք, օ, կանաչա բանը, բայց մենք բանը, ոնց որ լավ հասկանալի չէ, այդ ինչ տնտեսություն է, որը կանաչի վրա է հիմնված, ու մենք պետք է մտածենք մենակ մի ուղղությամբ, դա ներգրավել ինչքան հնարավոր է շատ IT-շնիկ, որովհետև այդ IT-շնիկը բերելու է իր այդ փող։ Ու ինքը այդ փողը ծախսելու է, ինքը տունա սարքելու, ինքը հաց առնելու, ինքը տունա լցնելու։ Ես օրինակ այսօր քայլում եմ Ստեփանավանում, ասում եմ, ոնց ինչ լավ կլիներ, այս սխտաները լիքը լինեն։ Այսինքն այդ մարդիկ շատ լավ մարդիկ են, ով կգան գան Ստեփանավան, նստեն աշխատեն, բարեբախտաբար բոլոր IT-շնիկներին, որ սա լսում են։ Ստեփանավանում կա կաբելային չէ, օպտիկական ինտերնետ թիմից շատ լավ որակի, մենք հիմա Իրանով խոսում ենք, ցավոք Wi-Fi-ը, որտեղ իմ համակարգչի խնդիրն է, ոչ թե թիմինը, բայց մենք ունենք արդեն օպտիկական կապ ունենք, մենք ունենք շատ լավ բնություն, շատ լավ օդ, դուք կարող գաք ստեղ խնայեք ձեզ լիքը ժամանակ, եթե հեռավար եք նամանավանդ աշխատում, Ստեփանավան չգալ, չապրելը ստեղ բանա լինում, բանա կրիմինալ է, բայց ստեղ կարևոր է ասել, որ այս ինչ են գրել 400 աշխատատեղը ինչն էր թեման, ոնց որ մեզ ասում էին, թե բանը, այ լավ կլիներ բացվեր հանքը, որովհետև ինքը 400 աշխատատեղ էր ստեղծում։ Նման թեմաներել է։ Հա, բայց մենք ասում ենք ոչ, որովհետև ու պատճառաբանում ենք, որովհետև մենք ուզում ենք ստեղ ապրել, մենք ուզում ենք երկար ապրել, ուզում ենք առողջ ապրել։ Հանքը ու առողջությունը դժվար համատեղել են, նամանավանդ туриզմը իրականում։ Մենք գիտենք, որ նամանավանդ Ստեփանավանը, որը հայտնի է նաև որպես զբոսաշրջանային, այո, առողջարանային քաղաք եւ ինքը այդ առումով զարգացող քաղաք։ Եվ մենք կարանք ասենք, օքեյ, այդ ինչքան է մեր 400 աշխատատեղը օրինակ հանքում։ Գուցե մենք կարողանանք այդ 400 աշխատատեղը ստեղծենք ուրիշ ոլորտում, հա, ու մեր տեսլականը ոլորտի դա ՏՏ ոլորտն է, որի ուղղությամբ մենք ակտիվ աշխատելու ենք, դες չմտածեք, որ մենք ասում ենք ու գնում ենք արդյոք։ Իհարկե, ինչ ասում ենք։ Այստեղ հետաքրքիր է մեզ տեխնոպարկ ստեղծելու գաղափարը, որտեղ դա լինի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ֆիրմաները կգան կբացեն իրենց ուրեմն մասնաճյուղերը, որտեղ ուսանողները կգնան կսովորեն, այսինքն ինքը տենց համապարփակ լուծում է, ու 400 աշխատատեղը դա այդքան շատ չի Հայաստանի IT-ի համար, ասենք Հայաստանի ՏՏ-ն չգիտեմ 60000 աշխատող էր այս վերջերս, թե ինչ որ տես մի թիվ։ Այո։ Բայց այդ 60000-ից 400-ը Ստեփանավանում աշխատելը շատ կարևոր է Ստեփանավանի։ Ահա, դա 400 աշխատողը Ստեփանավանում, դա 5000 աշխատատեղ անդամ։ Այսինքն դա բացված խանութներ են, դպրոցներ են, չգիտեմ, Լողավազանը, ես երազում եմ բանը Լողավազանի մասին, ու ուրեմն այդ շատ կարևոր է մեր համար։ Դա մեկ, երկրորդը մենք ասում ենք տեխնոպարկա, մենք կգտնենք միջոցներ սա ստեղծելու, կգնանք սրանով, եթե մտքեր ունեք, ուզում եք կպնեք այս հարցով, կամ եթե ուզում եք մասնակից դառնաք այդ 400-ից մեկը, էլի գրեք, հասկանանք ովքեր եք դուք։ Նորարարական туриզմ, ուրեմն Ստեփանավան, եթե տեսնես Հարութ ջան, այստեղ բան է, Ձորագետով զիպլայն է անցնում։ Շատ կարևոր է, որտեղ իրական չի անցնում, բայց մենք տեսնում ենք սա որպես կարևոր ուղղություն, որտեղ туриզմը, հա, ինչ-որ մի բան է, որի վրա կարողանում ենք այս բան հենվենք, շատ կարևոր է տուրիստներին ներգրավելը ու պահելը, որովհետև մենք շատ չենք խոսում դրանից, տուրիստը գալիս է փողով, ինքը ունի գումար ծախսելու, մենք պետքա կարողանանք իրան պահենք։ Այսինքն մենք պետքա կարողանանք իրանից այդ գումարը վերցնենք, ու քիչա վերցնենք, մի հատ էլ օգտագործենք իրան ինչ-որ ծառայություն մատուցենք, այսինքն միևնույն ժամանակ սպասարկել, ապահովել իր ակտիվ լիարժեք հանգիստը։ Այո։ Հիմա ոնց որ մեր туриզմը սահմանափակվում է ինչ-որ մի քանի կտորով, որոնցից ամենամեկը հյուրատունն է, բայց օրինակ մենք շատ հնարավորություններ ենք կորցնում, չգիտեմ, կլինի դա արշավներ, կլինի դա ճամբարներ, կլինի դա արշավներ մեքենայով, կլինի դա էկոլոգիական ինչ-որ հնարավոր, ասենք կարան գնա մարդիկ, չգիտեմ, ինչ հնարավորություններ կան, ձուկ էին բռնում, բաց էին թողում, թռչունների էին նայում, գիտես, եւ bird watching, հա, որ գնում են թռչուն են նայում, այսինքն հնարավորությունները շատ են Ստեփանավանում, այսօր, ճիշտն ասած, ես չեմ գցի, որ դուք բոլորդ գնաք անտառ ու գտնեք այդ փայտփորիկին, սկյուրիկին, սկերեք սկյուրիկին, այսօր փայտփորիկին, հա, այսօր փայտփորիկին,
ես այսօր հեսա Հարութին ցույց կտամ, ու ձեզ չեմ ցույց տա, այդ տենց որ դուք էլ չտեսնեք։ Իրականում այո։ Դες Հարութ ջան, այս մեր փայտ փորիկներ այսօրվա, դուք կարող եք լսել իրան, ու ինքը ստեղ հեսա սկսել է փորել։ Այսօր փայտ փորիկ եմ գտել անտառում։ Գնացեք գտեք այդ փայտ փորիկին, այդ շատ կարևոր է, որտեղ Ստեփանավանում եք ապրում, փայտ փորիկներին չեք ճանաչում անի։ Եվ սկյուրիկները, որ այդքան շատ են ու սիրուն են, եւ կարելի ասել նաեւ տուրիզմի ձև է նաեւ։ Այսինքն դու կարաս վերցնես, եթե անվճար տուրիզմի հնարավորություն վերցնում եք հեռադիտակներ, 5 հատ հեռադիտակ ու 4 հոգանոց տուրեր եք կազմակերպում դեպի անտառ։ Նայում եք սնկերի, նայում եք սկյուրիկների եւ նայում եք թռչունների։ Հաստատ լիքը բան կգտնեք, լիքը բան կսովորեք, թե դուք, թե տուրիստները։ Այս մեր ուղղություններից էլի շատ կարևորն է։ Հաջորդ կարևոր ուղղությունը, ուրեմն դա արհեստն է, հա, որ ասենք արտադրություն, այդ որ ասում ենք ինչ էր ասում, արդյունաբերություն։ Հա, որտեղ մենք արդյունաբերություն կարանք տարբեր բան հասկանանք, կարանք հասկանանք Նաիրիդ, որ օրինակ ոչ, հա, կվնասի Ստեփանավանին որպես գաղափար, բայց կարանք հասկանանք, օրինակ, հեսա տեսեք մարդը նստած փայտակ մշակում, բայց այդտեղ երկրորդ արհեստն է, որ մի տեսակ այսօր այնքան էլ կարևորություն չենք տալիս։ Այո։ Բայց նորից եմ ասում, երբ որ նայում ես հին Ստեփանավանը, ինքը նաև բազմաթիվ արհեստագործներ ա ունեցել, որոնք որ իրենց աշխատանքով հայտնի են եղել։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի հիմա արհեստը որպես այդպեսին մենք կարևորենք մեր հատկապես երիտասարդների շրջանում, որովհետև այո, որևէ խնդիր չի, հա, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելը, բայց նույնիսկ բուհ ավարտելուց հետո ես իմ սեփական, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, մարդ պետք է արհեստ ունենա։ Այո, այո։ Եվ այդ արհեստը ես էլ եմ հիմա իմիջիալոց ասեմ, ես էլ եմ արհեստ եմ սովորում։ Արհեստը նաև բնության մեջ է։ Այո, շուտով այդ արհեստի մասին էլ մենք կխոսենք։ Շատ լավ կլիներ։ Այո, կարճ ասեմ, որ ես սովորում եմ այն արհեստներից մեկը, որը համարվում է, այսպես ասած, մեռնող արհեստներից մեկը։ Մնացածը ընթացքում մենք Ռուբենի հետ կտեղեկացնենք ձեզ։ Ստեղ գիտես ինչ կարևոր մեռնող բան կա Ստեփանավանում, կներես էլի որ ընդհատում եմ, ստեղ մենք ունեցել ենք շատ մեծ ռուսական համայնք, որը դեռևս կա, բայց գնալով փոքրանում է, որտեղ գնում են Ռուսաստան։ Բայց ստեղ կարևոր հարց է, որ մենք կարողանանք այդ ռուսական համայնքին էլ ակտիվացնենք, ու ես գիտեմ մարդիկ կան, ովքեր սնկերից շատ լավ են հասկանում։ Իսկ դա Հայաստանում ու հայ ժողովրդի համար անհասանելի ինֆորմացիա է։ Մենք չունենք տենց սնկագետներ, ամեն դեպքում Ստեփանավան ես չգիտեմ տես մարդկանց, եթե դուք գիտեք, կներեք ինձ, ու ես շատ ուրախ եմ, որ ես սխալվում եմ ու ասում եմ չկան, բայց ես կուզենամ, որ այդ մարդիկ լինեն։ Տարածքում այո, շատ սնկեր են աճում։ Հա, պետքա մարդիկ լինեն, որոնք դա դրա տուրիզմի ձև, որ տանես, ասես, այս սունկը ուտելի է, այս սունկը թունավոր է, այս սունկը կապույտ է, իսկ սա, այսինքն տարբեր հնարավորություններ են տուրիստական եւ ոչ մի այդ մեռնողի մասին էին խոսում, դրա համար հիշեցի էլի։ Ես էլ ճանաչում եմ մարդկանց եւ գիտեմ տարածքներ, որտեղ որ բավականին շատ սունկ է աճում, բայց ցավոք սրտի ես էլ 1-2 տեսակ գիտեմ, որ ուտելու է եւ մնացածը չեմ քաղում կամ բոլորը ինչ տեսնում քաղում եմ, բերում եմ եւ հետո իմացող մարդուն ասում ենք ու միասին սարքում ենք այդպես։ Հա, այստեղ արհեստի այդ կարևորը նաեւ երկրորդ կտորը, որը շատ կարևորում ենք, դա վաճառքն է, որտեղ արհեստը առանց վաճառքի ոչ մի բան է, այսինքն մենք պետք է կարողանանք վաճառքի հմտություններով մարդիկ լինեն, որոնք գուցե եւ իրանք հենց բուն արհեստին չեն տիրապետում կամ պետք չի տիրապետեն, բայց իրանք խորացած լինեն հենց on-line վաճառքի մեջ։ Պատկերացրեք, որ Ստեփանավանի, չգիտեմ, Կոնով Մուրաբան կամ չգիտեմ, ինչ ուզում է լինի, փայտից ինչ որ մշակած բաները կամ ինչ արհեստ, որ մենք ունենանք, կլինի դա զարդեր, մարդիկ կարողանան on-line վաճառեն։ Քանի որ խոսեցինք այս on-line վաճառքի մասին, ես ուզում եմ մի լրացում անել։ Ստեփանավանի տարածքում բացի սնկերից աճում են նաև, այսպես ասած, բարձրարժեք շատ մշակաբույսեր, հա, սինդրիկ, բոխի, այդ շուշան, որը որ վերամշակման դեպքում նաև
շատ հետաքրքիր սնունդ է եւ շատ պահանջված ծնեբեկի նման, ու իմիջիայլոց ծնեբեկելիքն է, վայրի ծնեբեկը այստեղ եւ բացի դրանից երբ որ ասում ենք բոլորն է գիտեն այդ վայրի մալինաների մասին, վայրի տանց, խնձոր, շլոր, ինչքան ասամանափակ կա մեր անտառներում եւ այդ ամենը վերամշակելու դեպքում ինքը դառնում է ոչ միայն պրոդուկտ, այլև ապրուստի միջոց, այլև ընտանիքի բարեկեցության միջոց, հա, բարելավման միջոց։ Որպեսզի պատկերացնեք ինչքան պահանջարկ ունի Ստեփանավանի էկոլոգիական տարբեր բաները Երևանում, գնացեք մի օր Երևան City կամ ցանկացած սուպերմարկետ Երևանում ու գտեք Ստեփանավանի ձու անունով արտադրանքը, դու տեսել ես։ Լսել եմ։ Գնա մի հատ նայ։ Գնա նայ ու կտեսնես, հա, թե գինը կտեսնեք, այսինքն էկոլոգիապես մաքուր արտադրանքի կարիք կա, դա կարանք հիմա մտցնենք արդյունաբերության մեջ, հա, որպես գաղափար, բայց ժողովուրդ ջան, բացեք խանութներ, որոնք կվաճառեն միայն թող լինեն դրանք սեզոնային խանութներ туриզմի համար, բայց թող դրանք վաճառեն միայն սեզոնային, միայն Ստեփանավանյան արհեստի կամ արդյունաբերության ապրանքներ, որոնք կլինեն, չգիտեմ, մուրաբա, կոն, չգիտեմ, փայտ վերամշակած կամ ձու կապ չունի, էլի հասկանում եք, կարակ, պանիր, ոնց որ մենք ունենք արժեքներ, որոնք մենք հələ լավ չենք փաթեթավորում ու վաճառում, բայց որը հնարավորություն է տալիս տնտեսապես աճելու։ Ու դուք կարաք նկատեք, որ մեր հիմնական ուղղությունները տնտեսությունն է, այսինքն մենք շատ չենք խոսում ստեղ օրինակ, չգիտեմ, արվեստից, հա, բայց դա նրանից չի, որ մենք արվեստ չենք ուզում, էլի, մենք շատ ենք ուզում արվեստ, խնդիրը բնական ռեսուրսներն ենք։ Հա, մենք ուզում ենք տեսնենք ոնց որ մենք վստահ ենք, որ Ստեփանավանցիները այնքան կրեատիվ են, այնքան ստեղծարար են, որ իրանք կգտնեն հնարավորություն ստեղծելու արվեստը իրենց շուրջ։ Մենք էլ կօգնենք ինչով կկարողանանք, էլի, բայց մենք ուզում ենք տեսնենք ուրեմն արվեստը մենք ուզում ենք տեսնենք արժանապատիվ ապրող Ստեփանավանցուն, որը զբաղվածություն ունի մեկ, բայց զբաղվածությունը ինքնանպատակ չի, բայց զբաղվածությամբ ինքը կարողանում է գումար աշխատել ու պահել իր ընտանիքը ու գրագետ, հա, պետք է լինել գրագետ, նորարար, ոնց որ մենք դարի հետ պիտի քայլենք, դարից առաջ պիտի ընկնենք, դա մեր ձևն է, դա մեր հնարավորությունն է միակ։ Ու դրա համար հաջորդ կետն էլ շատ կարևոր է, դա գյուղխելացի գյուղատնտեսությունն է, այսօր ասեք, այսինչ ռոբոտի ձեռներ են նկարի մեջ, բայց սա տեսլական է, իհարկե, սա ոնց որ պարտադիր չի sense տեսք ունենա, բայց դա կլինեն ինտենսիվ գյուղատնտեսություն, ջերմոցներ, մարդիկ ծնեբեկ են աճացնում, մարդիկ հապալաս են աճացնում, ռուկոլա են աճացնում, ինչ են աճացնում, բան, բրոկոլի են աճացնում, ազնվամորի, այսինքն տարբեր բաներ, բայց ոնց որ ժողովուրդ ջան, պետք է սկսենք մշակել մեր այգիները։ Եկեք հասկանանք ոնց են կարկուտից պաշտպանվում, հասկացանք կարկուտը, եկեք հասկանանք ոնց են կարկուտից պաշտպանվում, եկեք հասկանանք ոնց անենք, որ քիչ ջրով շատ ջրենք, հա, կամ քիչ ջրով շատ բան ստանանք։ Ես կարծում եմ, որ Ռուբեն ջան, երբ որ առաջ անգամներ երբ որ գալիս էի Ստեփանավան գնում, այսպես 1 օրով, 2 օրով, մի անգամից ինձ համար աչքի զարնողը այն է եղել, որ ծառերը չէին մշակված, չէին էտված եւ ամեն ծառ ինչքան ուզեցել իր հավեսին այդքան աճել, մեծացել, բարձրացել։ Իր ճաշակը։ Այո։ Երբ որ փորձում էի բնակիչներից ճշտել պատճառը, այդ քո ասած խնդիրը կարկուտ էր գալիս, չգիտեմ, անձրևներն ա լինում։ Որը լուրջ խնդիր է, իհարկե։ Այո։ Եվ ստացված ծառից ստացված բերք կամ չի լինում, կամ եղած դեպքում այդպես չեչոտ է լինում, կամ վնասված է լինում, հա։ Բայց ամեն դեպքում ինձ համար անհասկանալի մնաց այդ կարկուտը, թե ինչի է ծառերը էտված չի, մշակված չի։ Իսկ այգեգործությամբ զբաղվելը, երբ որ հարցնում եմ, ասում են, որ այստեղ այգեգործությամբ չենք զբաղվել, նույնիսկ խորհրդային շրջանում, այսպես մեր բակերում ունեցած ծառերով։ Բայց շատ լավ տեսակներ կան, որ աճում են շատ լավ, օրինակ խձորը, տանձը, սալորը։ Եվ հիմա կան մարդիկ, բոլորս է գիտենք, որ այդ մարդիկ հիմա զբաղվում են ինտենսիվ այգիներ հիմնելով կամ ազնվամորու այգիներ հիմնելով, որոնք որ բավականին հաջողություն ունեն եւ կունենան, որովհետեւ արդեն բերքի տակ են մտնում այս տարի կամ հաջորդ տարի,
Ինչի, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձևով է մշակում իրենց այգիները, այսինքն հակակատային ցանց, կաթիլային համակարգ եւ համապատասխան այսպես ջերմություն, խոնավություն, ճշտումներ, հողի անալիզներ։ Այո, այսինքն խելացի են մոտենում հարցին։ Այդտեղ պետք է նաև մշակաբույսը ինչ հողում է աճում եւ ոնց է աճում, հողում ինչ կա, ինչ չկա, այդ ամենը պետք է իհարկե նկատի ունենալ, հա, որովհետեւ մնացած մարզերում, հա, ավելի շատ դեպի Արագածոտ, դեպի Արարատյան, հա, դեպի հարավ, դեպի Մեղրի, վաղուց այդ ձևով գործում այդ ամենը։ Ուղղակի բանը Ստեփանավանը երևի սովոր չի, հենց ոնց որ ասում են մշակույթ չի եղել գուցե։ Այգու մշակույթը չի ձևավորվել դեռ, բայց ոնց որ մենք ունենք ամենապարարտ հողերից մեկը Հայաստանում, այսպես հող ոչ միտեղ չկա, ասենք սև հող ամենտեղ։ Հողը։ Հա, ու խոնավ է։ Ղարաբաղցի օդը, հողը թինք օդը։ Հա, այդ շատ կարևոր է, այսինքն մենք կարողանանք Ստեփանավանի ռեսուրսը օգտագործել, կհասկանանք ոնց, ու կարևորը որ մենք ինստիտուտներ ունենանք, խոսքը համալսարանների մասին չի, հա, կրթական հաստատություններ ունենանք, որ մարդը ոնց է մենք ունենք տեխնիկում, հա, եւ համագործակցություն, հա, պետք է հասկանանք ոնց պետք է համագործակցենք տեխնիկումի հետ, ոնց պետք է, եթե տեխնիկումը կարող է ունի իր նորարարություն, մենք տեղյակ չենք, հա, կարող է պետք է այդ տարածել, կարող է կան մասնագիտացված կենտրոններ, որոնք ունեն փորձագետներ, հա, կարող է իրանց ապետներ գրավել, որպեսզի ու պետք է շատ պրակտիկաներ մոտ, ոնց որ մենք պետք է, եթե մենք Ստեփանավանում ենք, մենք ունենք հնարավորություն, որը կոչվում է անվերջ պրակտիկա, հա, մենք կարող ենք սովորել աշխատելով, էլի, այսինքն փորձել, եթե մենք ուզում ենք պանիր մշակել, պետք չի պանրի մասին պատմել մեզ, մենք պետք է կարողանանք այդ պանիրը ստեղծել։ Հա, այսինքն այդ շատ կարևոր է, ասենք, չգիտեմ, պատկերացրեք կուրսային աշխատանք, երբ որ մարդը իր տեսակի, Ռուբեն տեսակի պանիր է բերում, Լորի Ռուբեն, այդ շատ կարևոր է, որովհետև դե տենց ոնց որ պետքա կարողանանք մշակենք բույսերը, պետքա կարողանանք իրանցից բույսերը ընդհանրապես գյուղատնտեսությունը մենք կարողանանք գյուղմթերքը մշակենք, հանենք շուկա ու լավ վարձատրվենք դրա համար։ Այդ ոնց որ մեր կարևոր ուզում եմ նաև նշել, որ մեր ընկերների շնորհիվ, դրսում ապրող ընկերների շնորհիվ արդեն հասել եմ մրգատու ծառերի տնկիներ տրամադրել Ստեփանավանում տարբեր համայնքներում նաև Ստեփանավանում նաև Ստեփանավանում նաև Լորիբերդում եւ ինչը որ այսպես ասած մենք կարծում ենք որ երբ որ նոր տնկին մենք հողին ենք հազնում պետք է այդ տնկին խնամել, որպեսզի ինքը բերք տա։ Երբ որ արդեն դու խնամում ես իրեն, նաև բնական է որ սիրում ես յուրաքանչյուր տնկին, այսպես սիրով ես խնամում, երբ որ իր բերքն ես տեսնում, ավելի այդ սերդ ավելի է շատանում եւ դա կապվածություն է առաջացնում հողի հետ։ Հա։ Սիրում ես նաև հողը, ոչ միայն տնկին, այլև այդ հողը եւ բնականաբար այսպես նոր ծրագրեր, նոր գաղափարներ ես մտածում, որպեսզի ինչ անես, էլ ինչ անես, էլ ինչ անես, այս է կարևորը, որպեսզի այն որ այստեղ եմ սովորել մեկս մյուսով արտահայտությունը դա էլ է շատ կարևոր է։ Իսկապես շատ կարևոր։ Եվ հետո ինչն է այս հանդիպումներում նաև դուր եկել, որ ես ուզում եմ նորից, գիտեք, Լոռու մարզում եմ ես սա տեսել, քանի որ ես հնարավորություն եմ ունեցել այսպես շրջագայել Հայաստանի մարզերում, բայց երբ որ ասում ես միայն Լոռում է, երբ որ ասում ես բարև ձեզ, ասում եմ բարի աջողում, ուրիշ ոչ մի տեղ այդպես չկա։ Ու ես դրանից այնպես հաջող եմ ստանում։ Լսի, հա, լիքը խոսացինք այսօր։ Ահագին լավ էր, ինձ թվում է սա հաջողված ոդքասթ էր։ Մենք խոսացինք, սա ժողովուրդ ջան, բառեր չեն, այս մեր պրիորիտետներն են, որը մենք կարող է դանդաղ առաջ տանենք, որտեղ ուժ չունենք, կարող է արագ առաջ տանենք, որտեղ շատ ուժեղանանք, բայց պետք է մեզ օգնեք, պետք է հասկանանք իրար հետ ինչ կարանք անենք։ Գուցե դուք ընկերներ ունեք դրսում, ով որ Ստեփանավանցիներ ունեք, բարեկամներ ունեք, ով կուզեն ինչ որ ներդրում անեն, գուցե ասեն, օքեյ, մենք այս կրթական ծրագիրը կանենք, մենք այս, չգիտեմ, IT կենտրոնը կօգնենք, ոնց որ մեզ պետք են կապեր, մեզ պետք են մարդիկ, ով որ կօգնեն այս ամեն ինչի իմի բերել,
ու սարքել սա։ Հիմա մենք այդ կամուրջներ ստեղծողն ենք, հա։ Մենք կարանք փոխենք մեր հիմնադրամի անունը Ին Ստեփանավան կամուրջների հիմնադրամ, հա, ոնց որ մեզ պետք են մարդիկ, ովքեր Ստեփանավանցիներ, որովհետև դուք գիտեք ռուսական համայնքը, գիտեք Ռուսաստանի հայ համայնքը, գիտեք Ամերիկայում Ստեփանավանցիների համայնքը, գիտեք Հունաստանում Ստեփանավան, այսինքն շատ մարդիկ կան, որ մեզ կարող են այսօր ասել Ֆրանսիայում, Դեսինում գուցե կապեք մեզ այդ մարդկանց հետ, դուք կապնվեք իրանց հետ, ասեք ժողովուրդ, եկեք շարժվենք, եկեք էս են պրիորիտետները, մենք ուզում ենք Ստեփանավանցիները լավ ապրեն, մենք ուզում ենք, որ երիտասարդները գնան լավ կրթություն ստանան ու հետո ընտրություն ունենան գան Ստեփանավան, ոչ թե ասեն այդտեղ գործ չկա, այլ ասեն ես իմ հմտությունները կբերեմ ու այդտեղ կօգտագործեմ, որ իմիջիայլոց այստեղ նախադրյալները պոտենցիալը այդ իմը ստեղծելու համար բավականին մեծ են ու բավականին շատ են։ Հա։ Այստեղ մենք շատ պոտենցիալ ունենք, Ստեփանավանը շատ հնարավորություն ունի, եկեք մեկս մյուսով բանը, հետո բանը, հիմա գովազդային ընդմիջում գովազդ չի լինելու, բայց բանը, ուզում եմ ասել, ես մեր Ռեարմենիանը, եթե գմտնեք Ռեարմենիա գրեք Ին Ստեփանավան զարգացման հիմնադրամի բաժանորդագրություն, այդտեղ կարաք օգնենք, այս բան 36,000 դրամ ենք հավաքում անամոթաբար, այս թիվ չի, մեզ պետքա գումար հավաքել, որ մենք կարողանանք մեր օպերացիոն ծախսերը հոգանք, որպեսզի կարողանանք ուժեղացնենք մեր թիմը, որպեսզի կարողանանք մարքեթինգ անենք, ավելի ուժեղ մարդկանց բերենք։ Ես խոստովանում եմ, դեռ աշխատավարձ եմ ստանում Հարութ ջան, ցավոք։ Այս պահին իմ աշխատավարձը 10,000 դրամ է, առաջ 18 էր, բայց մենք մեր հաշվապաների հետ խոսում ենք, հասկանանք ոնց կարամ ես դառնամ կամավոր տնօրեն, որտեղ հնարավոր մենք ունենք կամավորության մասին պայմանագիր, ու մենք պետք է հասկանանք, որովհետև դա կարևոր է, մենք ուզում ենք, որ ես չեմ ուզում գումար վերցնեմ ու գործ չանեմ, ես ուզում եմ, որ իմ շուրջ լինեն մոտիվացված մարդիկ, ու այդ մոտիվացված մարդիկ գաղափարը բրթեն առաջ, ու մենք գնանք առաջ, ոնց որ մենք շարժվենք առաջ, մենք ոնց որ զարգանանք իրար հետ։ Սաղ թափանցիկ է ժողովուրդ ջան, սաղ թափանցիկ է։ Եկեք խոսենք, հասկանանք ինչ ենք արել, որտեղից է գումարը եկել, որտեղ ենք ծախսել, այս այն պահերից չի, որ մենք բանենք, ինչ ենք անում, գրանտակերներ, ես իմ այդ սիրում են մարդիկ այդ բառերը շպրտել աճ ու ձախ։ Եկեք խոսենք, եթե կասկածում եք մեր արած ասածների վրա, արածների վրա, խոսենք, պարզաբանենք։ Շատ կարևոր է։ Թափանցիկությունը շատ կարևոր է։ Այո, իհարկե, կարևոր է թափանցիկությունը եւ կարծում եմ նաեւ, որ ցանկությունը այսպես մոտենալ եւ ինչ որ մի ձևով նաեւ մասնակցություն ունենալ այս ծրագրերի։ Թեկուզ 1000 դրամով։ Այո, դա շատ կարևոր է, որովհետեւ մենք նաեւ հենց այդ մոտեցմամբ, այդ վերաբերմունքով արտահայտում ենք նաեւ մեր սրտացավությունը, մեր մտահոգությունը եւ մեր հոգատարությունը Ստեփանավանի եւ Ստեփանավանում իրականացվող ծրագրերի նկատմամբ։ Դա ինչ որ ակրկնում եմ շատ կարևոր է։ Հղումը կոմենտներում կդնեմ, եթե ցանկություն ունենաք կտեսնեք։ Այո, իհարկե։ Հարութ ջան, ինձ թվում է լավ ոդկաստ էր, ժամից մի քիչ ավել տևեց։ Բայց էսա, ինտենսիվությունը լավն էր, ռիթմը լավն էր։ Ստեփանավանցիներ ջան, Հարութին էլի կտեսնեք փողոցներում, կտեսնեք ձեր տներում, կտեսնեք ձեր խանութներում, բանկերում եւ նման տեղերում։ Եթե ուզում եք Հարութի հետ շփվեք, գրեք մեզ, զանգեք, չգիտեմ, ինչ որ մի ձև տապած։ Սիրով, ես էլի կշարունակեմ իմ հանդիպումները, այսպես ծանոթանալ Ստեփանավանցիների հետ, Ստեփանավանին արդեն վաղուց ծանոթ եմ, Ստեփանավանցիների հետ եմ ծանոթանում եւ նորից եմ ասում, մենք ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում, ունենալ գեղեցիկ քաղաք, ունենալ բարեկեցիկ եւ ինչպես նաեւ քաղաքը լինի բարեկեցիկ, այնպես էլ քաղաքում ապրող Ստեփանավանցին ունենա բարեկեցիկ եւ լավ ենթակառուցվածքներ, շատ լավ ենթակառուցվածքներ։ Այո, դա շատ կարեւոր է։ Մենք մեր մասով, ինչպես Ռուբենը նշեց, մեր չափով ուզում ենք մասնակիցը լինել այս ամենին, այս գործընթացին։ Մենք չունենք օֆիս, դա շատ կարեւոր է։ Մենք դաշտային մարդիկ ենք, մենք չունենք օֆիս, մենք չունենք նստատեղի, մենք չենք ուզում փող ծախսենք դրա վրա, մենք ուզում ենք հնարավորություններ ստեղծենք։ Մենք ուզում ենք ենթակառուցվածքներ ստեղծենք։ Մենք ուզում ենք, որ մեր ենթակառուցվածքներից բոլորը օգտվեն։ Մենք ուզում ենք, որ տարբեր կազմակերպություններ գան երիտկենտրոնում դասեր անեն երիտասարդների համար։
Իհարկե, Ստեփանավանը այնպես որ բաց է բոլորի առաջ, համագործակցության հարթակ։ Այո, եւ մենք էլ սիրով միշտ այսպես կմոտենանք, ինձ էլ որ տեսնեք փողոցներում, կարող եք մոտենալ, մենք միասին խոսենք, զրուցենք, շփվենք, որովհետեւ տարբեր կարծիքները միշտ էլ կարեւոր են, շատ կարծիքները միշտ էլ կարեւոր են եւ ես սիրով կփորձեմ հասկանալ նաեւ ընդունել նաեւ ձեր տեսակետները եւ փորձենք միասին իրականացնել դրանք։ Օգնեք մեզ, օգնել ձեզ, օգնել մեզ, հա, ոնց որ մենք բոլորս իրար ենք օգնում։ Այս միջավայրը, այն միջավայրն է, որը մենք ունենք, պետք է լավացնենք, պետքա շենացնենք, պետքա սիրունացնենք, պետքա մի քար ավել դնենք քարի վրա, ոնց որ այդ է մեր նպատակը։ Հիմա կարող է ընթացքում մարդկանց նեղացնենք, բայց այդ մեր նպատակը երբեք չի եղել։ Կներեք բոլորը ում նեղացնում ենք ընթացքում, բայց մենք ունենք մի նպատակ, դա սարքել ապրելու քաղաք, որպեսզի մարդիկ ասեն, ես գնում եմ Ստեփանավան, որտեվ այնտեղ լավ է վարձատրվում մարդ, որովհետև այնտեղ մաքուր օդ է, որովհետև այդտեղ լավ ենթակառուցվածքներ, ես գիտեմ երեխայիս ուր եմ տալու, այստեղ մենք գրել ենք դպրոցի մասին, բայց օրինակ չենք նշել բժշկական հաստատությունների կարևորությունը, որոնք շատ կարևոր են ունենալ լավ բժշկություն քաղաքում, որը կունենանք, հա, այս բան պրիորիտետ չի, բայց գուցե ուրիշի համար է, հա, եթե ձեր համար սա բան է, հա, կարևորություն է, զբաղվեք այդ հարցով, մենք մենակ ուրախ ենք, ինչով կարողանանք օգնենք, մեր ընկերներով, մեր ծանոթներով, հիմնադրամը համայնք է, ես ու Հարութը չենք հիմնադրամը, ոչ էլ Լիլիթ Սինդոյանը, ոչ էլ Մարիամը, ոչ էլ Ջուլին, ոչ էլ բոլոր մնացածը, ովքեր եղել են ու կան մեր հետ, մենք բոլորս համայնք ենք, ընդհանրապես համայնքի անունը Ին Ստեփանավանը։ Կլինի ուրիշ մարդիկ, իրանք էլ կգտնեն մեր համայնքին, մենք իրանց էլ ներկգրավենք, հույս ունեմ մի օր ուրիշը կլինի այս ոդկասթները ու կպատմի ձեզ թե ինչերի ենք հասել այս ընթացքում, բայց այսօր այսքանը բաժանորդագրվեք մեր Ռեարմենիային եւ ուզում եմ ասել YouTube ալիքին, բայց սա Facebook-ով այս բան գնում, բայց իսկ հետո կգցեմ YouTube ալիքին է բաժանորդագրվեք, Facebook-ին է ուր տեսնում եք բաժանորդագրվեք եւ շնորհակալություն ձեզ բոլորին մեզ լսելու համար։ Մինչ նոր հանդիպում։ Հա, կհանդիպենք շուտով։ Այո։ Ստեսություն։ Տեսչան։ Ոնց ենք անջատում այս մեր հրաշքը։